Բարև, սիրելիներ երկրորդ օրինաց 11-րդ գլխուն 1-14 համարներու մեջ պիտի տեսնենք, որ ճիշտ ընթարաճումը Աստծո սիրույն հնազանդությունն է։ Պիտի նկատեք, որ այն երկիրը, ուր իսրայելցիները գմտնեին, դարբեր էր Եգիպտոսեն շատ մգերբերով։ Օրինակ, Եգիպտոսը երկիր մներ, որ գորոքվեր, բայց խոստացված երկիրը այդպես չէր։ Դժվար էր զայն չրել իր փլուրներուն պատճառով, եւ որովհետեւ իսրայելցիները ոչ մեկ պատրաստություն ունեին զայն չրելու։ Բայց Աստված անոնց ասավ 10-րդ համարին մեջ. եթե ուշադրությամբ հնազանդիկ իմ պատվիրաններուս, որոնք ես այսօր ցեզի կպատվիրեմ, ու ցեր Տեր Աստվածը սիրեք եւ ծառայեք եւ զանիգա ցեր բոլոր սրդովը ու բոլոր հոգիովը ճաշտեք, այդ ադեն Աստված գսե, որ ինք անցրևով պիտի օրհնե զանոնք։ Ետքը 24-րդ համարին մեջ կգարտանք երկիրը դիրաբեդելու սկզբունքի մասին։ Ձեր ոտքին ամեն գողած դեղը ձերը պիտի ելա։ Աստված գսե Հեսուին. երկիրը ձերն է, բայց դուք պետք է քալեք զարիվեր ու զարիվար այդ երկիրը ձեր ցկելու համար։ Երկիրը անոնց դրվեցավ, բայց անոնք երբեք լիովին չվայելեցին զայն, քանի որ անոնք չքալեցին եւ չդիրաբեդեցին այն երկրին։ Այսօր շատ քրիստոնյաներ մեկ կողմ կնստին, ըլլալով հոգևորապես աղքատ, չնայած որ Աստված օրհնած է անոնց ամեն հոգևոր օրհնություններով երկնավորներուն մեջ։ Խոստացած երկիրը շատ ավելի մեծ էր, քան որ իսրայելցիները գրավեցին։ Այդ մոտավորապես 300,000 քառակուսի մղոն էր, բայց անոնք երբեք չգրցան գրավել նույնիսկ անոր 30%-ը, նույնիսկ Դավիթի եւ Սողոմոնի թագավորության կակատնագետին ժամանակ։ Ետքը 26-րդ համարին մեջ Աստված օրհնություններ պիտի դար, եթե անոնք հնազանդեին եւ անեծքներ, եթե չհնազանդեին։ Սիրելիներ, այստեղ հնազանդությունն է հիմնական հարցը։ Ճիշտ է, որ մենք փրկված եւ բահված ենք շնորհքով, սակայն նաեւ գաջինք շնորհքով եւ երկինք պիտի հասնենք շնորհքով։ Եվ երբ երկինքը ըլանք, նույնիսկ 10 միլիոն տարի, այդ տագավին Աստծո շնորհքին շնորհիվ պիտի ելա։ Բայց կան մեծ հոգևոր օրհնություններ, որոնք պիտի գործընծնենք, եթե Աստծո հնազանդ չլանք։ Անցնելով երկրորդ օրինաց 12:5-ին, մեզի գսե, որ իսրայելցիները պաշտամունքի համար միայն մեկ տեղ պետք էր ունենային։ Ինչու կգարձեք, որ Աստված չարդոնեց պաշտամունքը ուրիշ վայրերու մեջ ըլլար։ Հիմնականորեն, որովհետև գրաբաշխությունը դարածված էր այդ երկրի մեջ, եւ իսրայելցիներուն հրամայվեցավ ոչնչացնել գուրքերն ու զոհասեղանները, բայց անոնք այդպես չրին։ Եվ գտեսնեք գրաբաշխությունն էր պատճառը, որ Աստծո Թադաստանը քանի անգամներ եկավ անոնց վրա թադավորներուն ժամանակ, իսկ գրաբաշխությունը ի վերջո պատճառ դարձավ Բաբելոնի քերության։ Նույնիսկ 5 դագարանին վերջին քրքին Մաղաքիայի մեջ գտեսնենք գրաբաշխության վտանգը։ Հիմա Երուսաղեմը դարձավ այնտեղը, ուր կառուցվեցավ դաժարը, եւ անոնց հրամայվեցավ այնտեղ երթալ։ Երբ անոնք երթային այնտեղ դոներուն ժամանակ, անոնք կմիապանեին պաշտամունքի մեջ եւ ավելի զիրար կմոտենային։ Այսօր մենք չենք հանդիպիր մեկ վայրի մեջ, բայց կհանդիպինք մեկ անձի Տեր Հիսուս Քրիստոսի շուրջ։ Սակայն եթե եկեղեցիմը այդպես չներ, ուրեմն անոնք հստակորեն Հիսուսը փոխարինած են գուրքով։ Եվ այդ է, որ անոնց միասին կհավաք է։ Այդ գուրքը գրնա ըլլալ զվարճությունը կամ ընկերային հաղորդակցությունները։ Ետքը կգարտանք 15 եւ 16 համարներու մեջ, թե ինչ բան իսրայելցիներուն արդոնված էր ուտել եւ ինչ բան ոչ։ Որոշ բարականերու մեջ անոնց գարդոնվի ուտել անմաքուր կենդանի։ Օրինակ, եթե անոնք լայն դեղմը, ուր միայն անմաքուր կենդանի կա։ Այլապես սովամահ պիտի ըլլան եւ դերը գուզե, որ իր ժողովուրդը փառքավաճի եւ ապրի։ Հիմա 15-րդ համարի մեջ կսվի. «Քու Տեր Աստվածդ քեզի օրհնություն տվեր է, ու զանիգա անմաքուր ու մաքուր մարդը այդ զյամի եւ եղջերուի պես գրնար ուտել»։ Բոլոր ժողովուրդը ըլլա դիսականորեն մաքուր կամ անմաքուր գրնային ուտել այդ միսը։ Սակայն անոնք երբեք պետք չէր ուտեին մաքուր կամ անմաքուր կենդանիներու արյունը, որովհետև արյունը կներկայացնե կյանքը։ Այդ է
Տեր Հիսուս Քրիստոսի արյան շեշտումին պատճառը։ Իսկ 30-րդ համարի մեջ կգարտանք, թե ինչպես Աստված զսկուշացուց ժողովուրդը, որ ուշադիր լան եւ չի հետևին վրընդված ասկերուն ըրածին, այլապես Աստված նույն կերպով պիտի վարվեր անոնց հետ։ Այսօր գարկմը քրիստոնյաներ կգարձեն, որ գրնան բրձիլ որոշ մեղքերը, երբ ուրիշներ չեն գրնար, բայց անոնք կսխալին։ Սիրելիներ, ինչպես կսիրեք Աստված, հերացնելով ձեր հոգևոր գուրքերը,